Բարելույս մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր փետրվարի 18-ն է, օրը 3 շաբթի, ես սկսել եմ իմ աշխատանքային շաբաթը, ամբողջ շաբաթվա ընթացքում լինելու ենք ձեզ հետ, ներկայացնելու ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր համաքաղաքացիների եւ հայրենակիցների հետ մեր երկրում եւ երկրից դուրս։ Այսօր հյուրընկալելու ենք մեր տաղավարում մի երգչու, ով շատ վաղուց մեր տաղավարում չի եղել եւ չի ներկայացել այստեղ նորություններով, ներկայացնելու է նա այսօր իր նոր տեսահոլովակը, նաեւ զրուցելու ենք միանձնավորության հետ, ով աշխարհի չեմպիոն է հռչակվել։ Այս ամենի մասին ով լինելու մեր հյուրերը եւ այլն, մենք կզրուցենք քիչ անց, իսկ այս բանը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը տեսահոլովակ։ Կրկին ասում ենք բարի լույս, վերջապես մենք բացել ենք մեր հյուրասենյակը եւ ասեմ, որ իմ հյուրերը արդեն այստեղ են, խոսելու ենք Կյոկուշինկան կարատե դո մարզաձևի մասին, որովհետեւ մեր մարզիկները կրկին անգամ ապացուցեցին, որ նրանք լավագույնն են աշխարհում, որովհետեւ մենք ունենք կրկին հաղթանակներ։ Ես ներկայացնեմ իմ հյուրերին Արսեն Խաչատրյան, միջազգային մրցաշարերի հաղթող աշխարհի չեմպիոն, Անդրանիկ Հակոբյան, Կյոկուշինկան կարատե դո համահայկական ֆեդերացիայի նախագահ եւ Սամվել Այվազյան, Կյոկուշինկան կարատե դո համահայկական ֆեդերացիայի փոխնախագահ։ Բարի լույս, շատ ուրախ եմ ձեզ մեզ մոտ հյուրընկալելու, ձեզ հետ հաճախ ենք հանդիպում, բայց մեր հյուրը առաջին անգամ է մեր տաղավարում։ Մի փոքր կներկայացնեք, ինչ հաղթանակի մասին ենք մենք խոսում։ Մեր հյուրը իրոք առաջ անգամ գտնվում տաղավարում, բայց Արսեն Խաչատրյանը բազմակի անգամ եղել է Հայաստանում, ինքը Ռուսաստանից է, ներկայացնում Ռուսաստանի Դաշնությունում, բայց մեր հայրենակիցը տարիների ընթացքում մեծ աջակցություն եւ նպատակներով լծված միշտ օգնել է մեզ եւ մեր մարզիկներին միշտ աջակցել է, որ մեր մարզիկները կարողանան արտասահման միջոցառումների ժամանակ չեմպիոններ դառնալ։ Նշեմ Արսեն Խաչատրյանի մասին, որ ինքը նաև մասնակցել է Հայաստանի թիմի տակ, նաև մասնակցել է մրցաշարերի։ Այս դա է ուզում հարցնել, հիմիկվա հաղթանակը դուք Հայաստանի դրոշի տակ եք ներկայացել, թե Ռուսաստանի Դաշնության։ Ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ գտնվելու ստեղ։ Նմանապես։ 2013 թվականին ես մասնակցեցի Ճապոնիայում, Հայաստանի կողմից, աշխարհի գավաթներ կայանում եւ հաղթեցի առաջին տեղ։ Շատ հպարտ էի, որ եռագույն դրոշը իմ ուսերի վրա էր։ Ես ավելի շատ հպարտություն եմ կրում, եթե Հայաստանի կողմից եմ մասնակցում, քան Ռուսաստանում, ճիշտ է, ես այնտեղ բնակվում եմ, ուժը 20 տարի բնակվում եմ Ռուսաստանում, բայց ծնվել եմ, մեծացել եմ Երևանում մինչև 12 տարեկան եւ շատ հպարտ եմ, որ Հայաստանի կողմից եմ մասնակցում։ Բայց այսօր մենք խոսելու ենք նաև Բուլղարիայում հաղթանակներ։ Դա նշանակում է, որ դուք մասնակցել եք արդեն Ռուսաստանի դրոշի ներկայացմանը։ Այո, ես քանի որ 2005 թվականից Ռուսաստանի հավաքականի մեջ եմ եւ այնտեղ ես ներկայացնում եի Ռուսաստանը եւ մինչեւ 90 քաշային կիլոգրամ քաշային կարգում հաղթեցի առաջին տեղը։ Հաղթելով ֆինալում բուլղարացի սպորտսմենին, շատ ուժեղ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն էր։ Ես շնորհավորում եմ ձեզ, փաստորեն դուք աշխարհի չեմպիոն եք։ Երակի Եվրոպայի չեմպիոն, քառակի Ռուսաստանի չեմպիոն եւ աշխարհի չեմպիոն։ Ահա, ես շնորհավորում եմ ոչ միայն ձեզ, այլ նաև մեզ։ Իսկ եղել են մարտեր, երբ դուք ներկայանալով Ռուսաստանի Դաշնության կողմից որպես մարզիկ մենամարտել եք Հայաստանից ներկայացված մարզիկի հետ։ Ոչ, չի եղել, եղել է որ Ռուսաստանում մենամարտել եմ հայ մարզիկի հետ, Ռուսաստանը նույնիսկ ներկայացնում։ Մի քիչ ոնց որ ասած ու մինչև всю силу չեմ խփել, էլի։ Ահա, դժվարանում եք։ Ես կամած դեպի դա եմ բերում, հայ հակառակորդի հետ ինձ թվում է բավականին դժվար է։ Դժվար է ու մի քիչ որ հայ է ու գտնվում ես ռուս ազգի մեջ, ոնց որ հարազատ ավելի չես կարող էլի մինչև ոնց որ պետքա մենամարտը կայացնես։ Լավ, մի փոքր մեզ պատմեք այս ամենի մասին, մենք ունենք հաղթանակ, այդ հաղթանակը գրանցվել է արդեն մեր հայրենակցի կողմից, դա արդեն հպարտության, մեծ տենց լիցքեր է մեզ փոխանցում, իսկ երիտասարդներն ու երեխաները, ովքեր հնարավորություն ունեն նրա հետ շփվելու, հիմա այստեղ մաստեր կլասեր լինելու են ձեր կողմից։ Այո, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրը իմ մարզիչը նույնպես կգա այստեղ եւ մենք մեր գիտելիքները կփոխանցենք երեխաներին, վատանի ու ասեմ, որ իրանք շատ
տաղանդավոր երեխաներ կան այստեղ Հայաստանում ու մենք փորձում ենք ինչ որ մեր դպրոցն է, քանի որ Ռուսաստանի դպրոցը այսօր շատ ուժեղ դպրոց է, դաժե ավելի ամենաուժեղներից մեկ դպրոցն է, ու մենք Անդրանիկի հետ միշտ փոխում ենք մեր օպիտներով, մենք փոխում ենք, տալիս ենք մեր գիտելիքները, ինչ որ մի բան վերցնում ենք իրանցից եւ աշխատում ենք դրանով, որպեսզի մենք հասնենք բարձունքների։ Ձեր ֆեդերացիան բավականին ակտիվ կյանքով է ապրում, դուք երեխաների եւ երիտասարդների համար անում եք ամեն ինչ, որպեսզի հետաքրքրացնեք նրանց կյանքը, որպեսզի նրանք այս սպորտաձևի մեջ գտնեն իրենց, այս դասընթացները որտեղ կունենան, ձեր կարծիքով ինչ կտան հիմա երիտասարդներին։ Իմ կարծիքով ամենակարևորը, որ երեխաները ավելի կձգտեն, նմանակեն, հա, որովհետև իրոք ուրախալի փաստ է, որ մենք չունենք իրոք հայ մարզիկ, որը աշխարհի չեմպիոն է, հա, մեծահասակների մեջ, այսօր ելին ուրախ են, որ հայ դառնում աշխարհի չեմպիոն, վերջերս որպես Բուլղարիայում Արսենը դարձավ, իրոք որ նայում ենք, շատ-շատերը ես հետո վիդեոներ դիտում եմ ու շատ հայերի արձագանքներն էր, հենց հայերն են շատ ոգևորում Արսենին, որ ինքը ավելի լավ զգա իրան։ Ու երեխաներին կնպաստի բնական է տեխնիկական որոշ հատկանիշների բարձրացումը, որովհետև իշխանաչը մեծ փորձ ունեն եւ այդ ամենը իմ կարծիքով հետագայում երեխեք ավելի իրանց նպատակ դնեն հասնելու բարձրունքների, ոնց էլ այսօր հասել Արսենը, ու մենք ունենք շատ երեխաներ, որոնք իրոք շատ լավն են, հա, ու ձգտող են։ Իմ կարծիքով էսի եւս մի փուլ է, որ երեխաները լինեն ավելի լավը եւ նմանակեն ոնց էլ Արսենին։ Ես կարող եմ նշել նաեւ 2011 թվականին Արսենը մասնակցեց Բուլղարիայում առաջնությանը Հայաստանի դրոշի տակ եւ ինքը կապ չունի, Եթե կպնում է դաժե Ռուսաստանի դրոշի տակ, մենք զգում ենք, որ ինքը մեր հայ, ասեն, չգիտեմ, հայ ոգիությունը։ Հայ է, արդեն ռուսները գիտեն, որ հայ է եւ հպարտանում։ Ու կարևորը դուք չեք փոխվել 20 տարիների ընթացքում։ Կարևորը դա է։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք հնարավորություն ունենք դիտելու տարբեր մարտերից փոքրիկ հատվածներ, այս պահին հենց ձեզ կներկայացնենք Արսեն Խաչատրյանի մենամարտերը։ Բազում հաղթանակներ եւ մեր եռագույնը բնականաբար շատ հաճելի է եւ տենց ինչ-որ զգացմունքներ են առաջանում, շատ հպարտության, շատ շնորհակալություն, որ դուք այդ պահերը պարգևում եք մեր բոլոր հայրենակիցներին, որտեղ էին տեղի ունենում այս մարտերը, որ մենք տեսանք։ Մարտերը ընդհանրապես տարբեր մրցաշարերից մարտեր էր։ Ես կարող եմ առանձնացնել 2012 թվականի Եվրոպայի աշխուժությունը Հայաստանում, որը տեղի ունեցավ։ Ասեմ, որ տարածաշրջանում առաջին այսպիսի մեծ միջոցառումներ եւ մենք հյուր ընդունեցինք 16 պետություններից մարզիկներ, որ ժամանակ նաեւ Արսեն Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու շատ կարևոր որ ինքնից ծանր քաշում, ծանր քաշից մեկում դառնում է չեմպիոն։ Տեսնում եք երևի մենամարտերը իրոք շատ դժվար մենամարտեր են եւ
այդտեղ մենք շատ հպարտ ենք զգում մեզ, որ Արսենը նաև երագույնը դրոշը բարձրացրեց եւ մեր հանդիսատեսին պատճառ։ Իսկ ես նկատեցի, որ կար մի պահ, երբ դուք երկու դրոշով էիք։ Դա թույլատրելի է ձեր սպորտաձևում։ Հայաստանում էր դա եւ ռուսները գիտեմ, որ ես հայ եմ, բնականաբար ես Հայաստանում էի գտնվում, իրանք չէին կարա արգել էին ինձ եւ շատ հպարտությամբ ես երկու դրոշն էլ բարձրացրեցի, քանի որ գտնում էին իմ ընկերները մանկության, իմ բարեկամները բոլոր ստեղ, ես ինձ շատ ավելի լավ էի զգում ու լավ բոյերս կատարեցի։ Յուրաքանչյուր անգամ, երբ ես կարդում եմ, որ իմ հյուրերն են լինելու Կյոկուշինկան կարատե-դոյի ներկայացուցիչները, ես գիտեմ, որ մենք խոսելու ենք հաղթանակների մասին։ Վերջին անգամ, երբ այստեղ էիք, երեխաներն ու երիտասարդներն էին 10-ից ավելին հաղթանակներով, այսօր դուք եք ներկայացված, ինչ մոտակա ժամանակահատվածում ինչ սպասենք ձեզանից։ Դուք պատասխանեք։ Ինչ եք պատրաստվում, ուր եք մեկնելու, ինչ եք անելու։ Որովհետև ֆեդերացիայի բոլոր պլանները, որը գծվում է տարվա ընթացքում, դա նախագծում է Անդրանիկ Հակոբյանը։ Բայց դուք երևի կարող եք, դուք էլ ինչ-որ բան։ Ես ճիշտ ասած ես վերջի մի երկու ամսի մեջ բացակայել եմ Հայաստանից, մեն մի քիչ տեղակ չեմ։ Մի քիչ։ Լավ։ Ես կուզենայի նշել, որ իրոք դե վերջի հաղթանակը իրոք շատ ես հպարտ եմ զգում, որ մեր մարտիկները 15-ից 13-ը վերադարձան հաղթանակներով, որից 10-ը առաջ տեղեր էր, եւ երեխաների համար շատ ողջույն էր ու մնացած երեխաների համար։ Ոչ միայն երեխաների։ Այո, ամբողջ ազգի համար ես համաձայն եմ, որովհետեւ մյուս երեխաները ավելի սկսեցին ձգտել եւ տեսնելով, որ այո կա հնարավորություն, որ մարդիկ մեկնեն, ես կարող եմ ասել, որ դա անվճար են իրանք մեկնում եւ երեխաները հնարավորություն տրված, որ երեխաները կարողանան մասնակցեն օտարերկրյա մրցաշարերի եւ իրանց հնարավորություն տրված, որ իրանք ուրիշ բանի մասին չմտածեն, այլ մտածեն միայն իրանց մարզումների համար, քանի որ ուրիշ բանով չշեղվեն, շատ ժամանակ ֆինանսական խնդիրներով շեղվում են եւ ծնողները Ես ուզում եմ ասել, որ դուք եզակի ֆեդերացիա եք, որը ֆինանսական բոլոր չէ, ծանբերը վերցնում է իր ուսերի։ Ես ճիշտ ասած ես գիտեմ կարատեի ոչից երևի միակ ֆեդերացիան է, որ կարող եմ ասել 9 տարվա ընթացքում Մեր ուժերով տանում ենք մրցումների ու այս պահին նույնիսկ հովանավոր չունենք, մենք սա մեր բոլոր հովանավորությունը մենք անում ենք ֆեդերացիայի հաշվին, այո։ Փորձում ենք ամեն ինչ անենք, որ երեխաները ուշ բանով չնեղվեն ու փորձեն իրենց միայն տրամադրեն մարզումների։ Այո, շատ հպարտալի է, որովհետև դրանով մենք ազգն ենք ցույց տալիս ամբողջ աշխարհին։ Կուզենայի նշել, որ պատրաստում բազմաթիվ միջոցառումներ կան, նախատեսվում է սեմինար, պարապներ, մյուս ամիս ունենք Ղազախստանում առաջնություն, երեխաների պատանների առաջնություն, աշխարհի առաջնություն, նախատեսվում է Իսպանիայում մեծահասակների Եվրոպայի առաջնություն, մայիսին մեկնելու ենք Գյամբուրգում առաջնության ու շատ առաջնություն կարող է թվարկել, համենայնիվ կարող եմ ասել, որ ֆեդերացիան ասած նպատակ է դրել, որ ամեն ամիս կատարվի որևէ միջոցառում, որը կախված է արտասահմանյան հետ, որ մեր ֆեդերացիայի նպատակներից մեկը, որ մենք գիտենք, որ արդեն Հայաստանում մենք առաջատարն ենք, հա, ունենք լավ սաներ եւ ինչու՞ չէ կարող ենք ցույց տանք այդ ամենը ամբողջ աշխարհին։ Եվ այսօր ինչ կատարվում է ֆեդերացիայում, հա, սեմինարներ, պարապմունքներ, ձմեռային ամառային մարզահավաքներ, այդ ամենը նպաստում է երեխաների լավ հանդես գալու համար։ Նաև Արսեն Խաչատրյանի ներկայացումը էլի երեխեքի համար մի ոգևորիչ փուլ է, մի փուլ է, որը երեխեքը եւս կձգտեն առաջնորդ դերում լինելու համար։ Իսկ ինչով է պայմանավորված հովանավորների առկայությունը կամ բացակայությունը։ Երկրի տնտեսական վիճակից երևի, չգիտեմ, հիմա հովանավորները ձգտում են հովանավորեն ավելի շատ ինչ-որ կոմերցիոն մրցումներ, որը ավելի շտակ շոուի մեջ է մտնում, շոու շատ է նույն։ Իսկ Կյոկուշինը դա սպորտ է, ու աշխարհում շատ տարածված, չգիտեմ, ինչի մեր մոտ այդքան բան չեն տալիս։ Մարդիկ, ոնց ասեմ։ Ես կարող եմ ավելացնեմ, որ կարատեն ինքը դաստիարակման համակարգ է եւ այնտեղ չկան այնպիսի մենամարտեր, որտեղ
արյուն լինի շատ եւ մարդիկ շատ ձգտում են հենց հովանավորները շատ շատ արյուն լինի, տեսնենք։ Ոչ, կարատեն դաստիարակման համակարգ է եւ մեր սերունդին դարձնում է լավ մարդ առաջնահերթ, հետ լավ զինվոր, ուժեղ պատրաստված զինվոր, որը մեր երկրի ապագան է։ Ճիշտ ասած, հովանավորների հետ կապված իրոք մենք ունեցել ենք ժամանակին, այս բանը չկա, բայց դա չի նշանակում, որ ֆեդերացիան չի անել։ Ֆեդերացիան ամեն ձևով փորձելու է նպաստի, որ մեր երեխաները այդ ամեն ինչը չզգան։ Ու ես կարող եմ ասել, որ վերջին մրցաշարը, որ մենք տարանք 28-ի, եւս երեխաները ոչ մեկ չզգացին այդ բացակայությունը։ Ու հիմա էլի տանելու ենք, էլի կարող եմ ասել, որ մենք չենք այնելու։ Մենք մեր տրադիցիան պաշտպանում ենք։ Շատ լավ, այդ ձեր միտքը հիշեք, մենք այս մեր զրույցը կշարունակենք կարճ շատտև դադարից հետո։ Հերոստատողներ, այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալում ենք աշխարհի չեմպիոնի Արսեն Խաչատրյանն է մեր հյուրը, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի դաշնության արդեն շփոթում եմ դաշնության։ Ես երևի շատ եմ ուրախացել, որ մենք ունենք նման չեմպիոններ եւ այդ չեմպիոնը մեր հայրենակիցն է։ Նաեւ Անդրանիկ Հակոբյանն է մեր հյուրը, Կյոկուշինկան կարատեդո համահայկական ֆեդերացիայի նախագահ եւ Սամվել Այվազյանը, Կյոկուշինկան կարատեդո համահայկական ֆեդերացիայի փոխնախագահ։ Կրկին ասում եմ բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու մեր երկրում, այնքան ուրախ ենք, որ չեմ կարողանում արդեն Ռուսաստանի դաշնության անվանումը ասել։ Մենք խոսեցինք բոլոր հաղթանակների մասին, նաեւ զրույցի ընթացքում իմացանք, որ Սամվել Այվազյանը բացակայում էր մեր երկրից եւ ես ենթադրեցի, որ դուք ֆեդերացիայի գործերով եք բացակայում։ Այո, մենք Ռուսաստանի Դաշնությունում ունենք խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի Ֆեդերացիայի օգնան ներքո։ Եվ մենք այնտեղ բազմաթիվ խմբեր ենք բացել Մոսկվայում, մի քանի հատ արդեն պատրաստում ենք բացենք ուրիշ այլ ռեգիոններում, որտեղ հայ համայնքը մի քիչ շատ զարգացած, դա Սիբիրի կողմերն է, դա, չգիտեմ, կարող է հետագայում Սոչիի կողմերը լինի, Ռոստովի, որտեղ հայ համայնքը շատ է, հիմնական որ համգան հայ երեխեք, հան երեխաներն զբաղվեն եւ ռուս երեխաներն են գալու մեր ֆեդերացիայի թուղթ են ստանում, մեր ֆեդերացիայի անդամ են անում եւ մասնակցում են մրցումների մեր Հայաստանի դրոշի տակ։ Ինչ հաճելի նորություն, որովհետև երբ դուք ասում եք, որ դուք փորձում եք ավելի լայնել ձեր սահմանները, ես մտածում եմ, որ դուք խոսում եք մարզերի մասին։ Բացի մարզերից, այո, ունենք իրոք Ռուսաստանն են ցել մարզի։ Արդեն մեր մարզն է, հասկացա։ Քանի որ շատ Ռուսաստանի Դաշնությունում շատ հայեր կան եւ իրոք պահանջարկը մեծ էր, եւ մենք հասկացանք ինչու՞ չէ մենք հենց հայ մարզիչները ունենք այնտեղ մարդիկ մարզվել են եւ ուզում են հայկական Հայաստանի հետ աշխատել, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը շատ մեծ է եւ շատ դժվար է այնտեղից ընտրվել եւ գնալ։ Քանի որ Հայաստանը ավելի փոքր է եւ մեծ հնարավորություն է տրվում նույն քանակի մասնակիցներ տանել արտասահմանյան միջոցառումների, մենք ստեղծեցինք հայկական խմբեր, որոնք հենց մարզվում են հայ մարզիչների մոտ։ Նաեւ կարող եմ ասել, որ Մոսկվայում մայիսի 11-ին անցկացրել ենք առաջին ասենց առաջնությունը, որը հենց լինելու է հայերի միջև, հենց Ռուսաստանի բնակչության ասենց շնորհիվ էլի։ Ուսում ասեմ, դա եւս նպաստում է ոնց որ այս ծրագիրը վերջերս է ձեզ մոտ հողացել, նոր եք սկսել իրականացնել։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Նաեւ կարող եմ ասել, դա մի որոշ կապ է հայ երեխաներին Հայաստան բերելու եւ ասենց տանելու այդ կապը ստեղծել, որ իրանք ավելի մտերմանան, ավելի ընկերանան եւ ինչու՞ չէ թող իշխանորը հայերը ավելի առաջատար լինեն։ Կապ չունի այսօր ինքը Հայաստանից է, թե Ռուսաստանի հայ է։ Իմ համար հայը մնում է հայ։ Շատ լավ, Արսեն, դուք 20 տարի է արդեն գտնվում եք Ռուսաստանում, ապրում եք այնտեղ, մարզվում եք, ներկայանում եք Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո։ Իսկ մենտալիտետի տարբերություն կա հայ եւ ռուս մարզիկների եւ ընդհանրապես այս սպորտաձևում նման ազգային մենտալիտետի տարբերություն զգացվում է թե ոչ։ Ես չէի ասի, որ սպորտում ինչ որ մի տարբերություն, դա այնտեղ ոչ մեկ որ տարբերություն չի դնում, բայց հավաքականի մեջ շատ այլ ազգի ներկայացուցիչներն են, դա դաղստանցի, չեչեն, հայերը, որ ներկայացնում են Ռուսաստանի հավաքականը եւ Այսինքն մենք կարող ենք ասել, որ Կյոկուշինկան դա միասնական փիլիսոփայություն է եւ յուրաքանչյուր անձ, որ գալիս է այդտեղ, արդեն սկսում է հարել այդ փիլիսոփայական մտքին։ Այո, դու կարևորը պետքա լինես
նպատակ ունենաս քրտնաջան աշխատանք, պարապել եւ ինձ թվում է դա քեզանից է կախված։ Այս պահին ես վստահ եմ, որ դիտում են շատ ու շատ երեխաներ ու երիտասարդներ, ովքեր հիանում են ձեզանով, ուրախանում են ձեր հաղթանակներով եւ հոգու խորքում մտածում են, որ իրենք էլ կուզեին նման հաղթանակներ արձանագրել։ Ինչ խորհուրդ կտայիք այդ երիտասարդներին։ Խորհուրդ կտայի պարապել այն սպորտով, ինչ որ իրանք սիրում են, ոչ թե ծնողները ասեն, պարտադրում են, չէ, կարատե չես սիրում, պետքա գնաս պարապես, դա պետքա լինի երեխայի ցանկությունը եւ միշտ աշխատել, քրտնաջան նպատակ դնել, օրինակ ես միշտ նպատակ եմ դրել, որ պետքա լինեմ չեմպիոն Ռուսաստանի, Եվրոպայի, միշտ ասել եմ, որ պետքա աշխարհի չեմպիոն լինեմ եւ չեմ նստել ու պարապել եմ, քրտնաջան պարապմունքներ ա եղել ու հասել եմ դրան։ Երեխաներին էլ նույնն եմ ցանկանում, նայել շատ վիդեո բոյեր, շատ նայել, որպես կանց որ վիդեոներում շատ բաներ կա, որ կարող մի բան տենաս, փորձես պարապմունքների վաղ։ Շատ աշխատել ու ամեն ինչ կստացվի ինձ թվում է իրանց մոտ։ Շատ լավ, իսկ դուք ինչ կասեիք։ Ես կասեմ, որ մենք շատ ժամանակ իրոք լրացնում ենք այդ աշխատանքը, այդ տանելով դուրս երեխաներին, հա, որոնք իրոք տեսնում են հենց տեղում, տեսնում են մյուս երեխաներին, տեսնում են իրոք ու իրանք էլ փորձում են ձգտել եւ առաջատար լինել։ Այսօր Արսենի ներկայության հետ կապված իրոք նաեւ ես հասկանում եմ, որ երեխաները էլի ասած ավելի տրամադրված կլինեն, նաև իրանց համար շատ կարևոր է ընտրել այն մարզաձևը, որոնք իրանք կրկնի կարատե, կրկնի, չգիտեմ, կապ չունի, ինչ կլինի, որ իրանք սիրեն եւ փորձեն լինել առաջատարը։ Ես միշտ մի ժամանակ sense ենք մտածում, որ գնանք մասնակցենք, ոչ, ես միշտ արդեն պատիասում եմ, որ պետք է մենք հաղթենք։ Կապ չունի, որտեղ կլինի, խոսքի կլինի կարատեում, կլինի բոքսում, կլինի ոչ խաղերում, հա։ Կարևորը մենք լինենք առաջատարը։ Ես կուզենայի, որ նաև ծնողների ուշադրությունը լիներ, քանի որ երեխա ինչքան գնում է, այնքան ավելի տարբեր բաներ շեղումներ շատ է լինում, եւ կուզենայի նաև ծնողների ուշադրությունը լիներ, որ իրանք էլ փորձեին նպաստեին երեխաների զարգացմանը, հա, կապ չունի, եթե ինքը սպորտով է զբաղվում, հա, հետևեին, ինչու՞ չէ, լավ մարզիչ ընտրեին, գրագետ մարդկանց մոտ տանեին, որտեղ մենք շատ ենք հանդիպում այսօր այդ խնդիրների հետ կապված, որ շատ ոչ կվալիֆիկացիոնի մարզիչներ ունենք, հա, եւ տեսնում ենք եւ մեր համար շատ ցավալի է իրականությունը մարզաձևերի մեջ է, այդ շարլատան կոպիտ ասած այդ մարզիչներ կամ ֆեդերացիաներ հենց այդ արևն ոչ բոքսում կա, ոչ ըմբշամարտում, ոչ չգիտեմ, ծանրամարտում չես համարյա հատնես, ես այդպես դեպք չեմ լսել այսքան վաղտա մեջ, որ մարզիչը լինի, ասեն ինքը ես իմով այն, իսկ կարատեում շատ առնում, կարատեում, ուշուում, չգիտեմ, կունֆուում, մանավանդ Հայաստանում, չգիտեմ, ինչ-որ ֆեդերացիաները բում են ապրում, ամեն մեկը ֆեդերացիա է ստեղծում։ Դե ես կարող եմ ասել, որ բացի իրանցից իրենց ոչ մեկ չի ճանաչում են։ Շատ կապ ունի իրոք միջազգային կապը եւ ինչու՞ չէ ես հպարտանում եմ, որ մենք միջազգային ֆեդերացիայի անդամ ենք, հա, որը գրասենյակը Ճապոնիայում է գտնվում։ Ու այդ շփումը մենք վերապատրաստում ենք Ճապոնիա, գնում ենք, պարապում ենք, այնտեղից որոշ փորձ sense փոխանակում անում, նաև ճապոնացի մասնագետներ են եկել Հայաստան։ Մենք ամեն տարի փորձում ենք, եթե մենք մի գործով զբաղվում ենք, փորձում ենք լավագույններ լինել։ Իրոք ես տարիների ընթացքում դարձեցի, որ մեր ֆեդերացիան լավագույններից մեկն է եւ ամեն ինչ անում դրա համար, որ այն երեխաները, ով էլ մարզում են մեր մոտ, այն երեխաները, որ խոսաղապատ չլինեն, խաբված չլինեն եւ ինչու՞ չէ կարող վաղը միսօրը հենց այդ երեխան ուզենա դառնալ սպորտսմեն, հա, ուզենա դառնալ հենց Կիոկուշինի մարզիկ, որը կարա լինի շատ լավ ու կարա արտասահման տեղերում հենց
Հայաստանը ներկայացնի։ Այսօր ես դրանով հպարտանում եմ։ Շատ լավ, քանի որ մեզ դիտում են նաև Ռուսաստանի Դաշնությունում եւ մեր հայրենակիցները գուցե եւ ցանկություն ունենան, որպեսզի իրենց երեխաները գան եւ մարզվեն ձեր ֆեդերացիայում, ինչպես կարող են նրանք ձեզ գտնել։ Կա որևէ էջ համացանցում կամ Այո, անպայման։ Մենք ունենք ինտերնետային կայք www.kyokushin.am, որ օֆիցիալ կայքն է մեր, կարող են դիտել, պատկերացնել մեր մասին։ Նաև ունենք հեռախոսահամար, ես կարող եմ հեռախոսահամարներ տամ 094 40 42 45, եւ միշտ կարող են կապվել գրասենյակի հետ եւ մանրամասն տեղեկություններ իմանան, կապ չունի Երևանում, մարզերում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռուսաստանի Դաշնությունում նաև։ Ինչու՞ չէ, խոսքի թող մարզվեն։ Իմ կարծիքով իշքան մեր երեխաները մարզվեն սպորտով, հա, մանավանդ արևելյան մարտավեստով։ Ես ինչու՞ եմ միշտ արևելյան մարտավեստը առանձնացում, որովհետև ինքը մեր երկիրն այս դիրքում է գտնվում, որ թշնամիներով շատ է շրջապատված եւ հայերը, հենց երեխաները, պատանիները պետք է լինեն ուժեղ, որովհետև հենց իրանք են մեր վաղեմեսները, մեր դիրքերն են պաշտպանում ու մեր ազգն են ներկայացնում։ Շատ շնորհակալություն, ես հաջողություն եմ ձեզ մաղթում, ուրախ կլինեմ, եթե կրկին հնարավորություն ունենանք այստեղ հանդիպելու եւ խոսելու ձեր հաջորդիվ հաղթանակների մասին։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք գտնում եք Ռուսաստանի Դաշնությունում, բայց ուզում եք, որպեսզի ձեր երեխան այցելի հայկական կազմակերպություն, ապա կա արդեն կազմակերպություն, որը գործում է այդտեղ, որը կկոփի ձեր երեխային ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, նաև երեխան կլինի հայկական միջավայրում։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր ուզում են աջակցություն ցուցաբերել, ապա հիշեցնեմ, որ այս սպորտաձևը եւ այս ֆեդերացիան եզակի ֆեդերացիան է, որը իսկապես մշտապես արձանագրում է հաղթանակներ եւ երեխաները այնտեղ ոչ միայն սպորտսմեն են դառնում, այլ նաեւ ստանում են հայեցի դաստիարակություն եւ ձեր աջակցությունը շատ ու շատ բարի մեծ գործ կլինի նրանց համար։ Շատ շնորհակալություն, հաջողություն եմ ձեզ մաղթում, մինչ նոր հանդիպումներ։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակում ենք մեր եթերը եւ շարունակում ենք այն տեսահոլովակով։